Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հարաճիգա գիրագի օրը հոգեկալուստի դոնն է։ Երբ Հիսուսի առաքյալները Հիսուսի բադվերին համաձայն Երուսաղեմի մեջ սպասեցին Սուրբ Հոգիի կալուստին, ու երբ հավաքված էին Վերնադան մեջ, հանգարց Սուրբ Հոգին հրեղեն լեզուներու գերբարանքով, գրագե լեզուներու գերբարանքով երկինքեն իջավ եւ հանգչեցավ առաքյալներուն վրա եւ Վերնադան մեջ գտնվող հավատացյալներուն վրա եւ անոնք Սուրբ Հոգիով լեցված, զորությամբ լեցված սկսան քարոզել Քրիստոսի մասին։ Սիրելներ, այսօր եւ հարաճիգա քանի շաբաթներուն ցեզի պիտի խոսիմ Սուրբ Հոգիին մասին։ Ով է Սուրբ Հոգին։ Դժբախտաբար նույնիսկ հավատացյալներեն շատեր շատ աղոտ պատկերացում ունին թե ով է Սուրբ Հոգին։ Այո, գաղութեն խաչագնքեն գսեն հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն, բայց չեն գիտեր թե ով է իսկապես Սուրբ Հոգին եւ թե արդյոք Սուրբ Հոգին քրիստոնյայի կյանքի մեջ որքան ներկայություն ունի։ Նախ ասեմ, որ Սուրբ Հոգին սիրելներ Սուրբ Երրորդության 3 անձերեն մեկն է։ Մենք երբ որ գսենք 3 անձ, կհասկանանք Հայրը Հայր է, Որդին Որդի է, Սուրբ Հոգին Հոգի է։ Անշփոթ կերպով մեկ մյուսին դեղ չենք շփոթեր։ Բայց ասոնք 3 տարբեր աստվածներ չեն, այլ մեկ Աստված։ 3 անձինք մի բնություն, անբաժանելի իրար մե։ Չգար ժամանակ մը երբ որ Հայրը գոյություն ուներ եւ Որդին ու Սուրբ Հոգին գոյություն չունեին, այլ մշտապես միասին ներկա, որպես մեկ Աստված, բայց 3 անձնավորությամբ։ Եվ պատմության ընթացքին սիրելիներ, դժբախտաբար բազմաթիվ աղանդավորներ ելան, որոնք մերժեցին ոմանք Որդիին, ոմանք Սուրբ Հոգիին աստվածությունը եւ ասին, որ Որդին համահավասար չէ, համակոյագից չէ Հորը հետ, ոչ այլ Սուրբ Հոգին, այլ Որդին ինքը հետո աստվածության շնորհքի ասավ, իսկ Հոգին հետո է որ Քրիստոսի կողմէ ստեղծվեցավ եւ հետեւաբար դարբեր աստվածներ են։ Անոնք պատմության մեջ կոչվեցան այդ աղանդները արիոսական աղանդ, նեստորական աղանդ, մարգոնական աղանդ եւ այսօր սիրելիներ այդ աղանդները ուրիշ անուններով կներկայանան՝ Եհովայի վկաներ, մորմոններ եւ այլն։ Ասեմ որ Եհովայի վկաները անցյալին բացարձակ կերպով Սուրբ Հոգի բառը չէին կործածեր։ Այլ Սուրբ Հոգին համար գսեին անիգա բարձաբես կորձող զորություն է։ Աստուծո կորձող զորությունն է, active force։ Եվ ոչ թե անձնավորություն։ Եվ մինչև այսօր Եհովայի վկաները կբացատրեն, հետևաբար չեն հավատար Սուրբ Հոգին, այլ գսեն որ Սուրբ Հոգին անձնավորություն չէ, Սուրբ Երրորդություն չկա, այլ գա Հայր Աստվածը, Որդին ուրիշ Աստվածն է, իսկ Սուրբ Հոգին բարձրապես կորձող զորություն է։ Մինչդեռ սիրելիներ, Քրիստոս Աստվածաշունչը ուղղակի գխոսի, որ Սուրբ Հոգին ինք ոչ թե կորձող զորություն է, այլ անձ է, հոգևոր, այսին հոգի է, բայց անձնավորություն իմաստով գսեմ, որբեսի հասկանանք, որովհետև Սուրբ Հոգին գտեսնանք Աստվածաշունչի մեջ Քրիստոսին խոսի, զին կգոչե մխիթարիչ, ուրիշ մխիթարիչ, որովհետև Քրիստոս եւ որ ներկա էր աշակերտներու կյանքի մեջ, մխիթարող էր իր ներկայությամբ, բայց եւ որ փարսացավ երկինք, համբարձավ եւ նստավ իր հոր աջ կողմը, Սուրբ Հոգին եկավ
զինք փոխարինելու եւ Սուրբ Հոգին հավիտենապես աշակերտներուն հետ մնաց եւ այսօր մեզի հետ է։ Հետևաբար գտեսնենք, որ Սուրբ Հոգին մխիթարող է, Սուրբ Հոգին օգնող է, Սուրբ Հոգին ճշմարտությունը հայտնող է։ Բողոսարակյալ գսե մի դրտմեցնեք Սուրբ Հոգին, Կորցկարակերոցի մեջ կգարտանք Սուրբ Հոգին գխոսի արաքյալներուն հետ եւ գսե ինձի դվեք գսե երկու հոգիներ Փարնապասը եւ Բողոսը եւ ես անոնց կորձի պիտի մղեմ։ Մի դրտմեցնեք ձեր մեջի Սուրբ Հոգին, մի մարեք ձեր մեջի Սուրբ Հոգի գրագը։ Հետևաբար սիրելիներ, Սուրբ Հոգին անձնավորություն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, սակայն նորեն կգրտեմ դարբեր աստվածներ չեն անոնք։ Դարբեր թեմք են, դարբեր անձնավորություն են, բայց մեկ համահավասար Աստված։ Ասիկա խորուրդ խորին է, որ մարդկային մեր այս բզդիկ ուղեղով չեն կրնար այս խորաթափանց խորուրդը հասկանալ ամբողջապես, բայց հավատքի աչքերով գմփռնենք ու կհասկանանք։ Սիրելիներ, ես այսօր պիտի խոսիմ Սուրբ Հոգիի, ուրեմն թերագադարության մասին, շատ այսպես ամփոփ ձևով, որբեսի հասկանաք հոգեկալստյան այս դոնին ժամանակ, թե ով է Սուրբ Հոգին, եւ ապա սիրելիներ, ավելի մանրամասնությամբ պիտի խորանամ, աստվածաբանական գարկմը բացատրություններ պիտի դամ, որբեսի թուգալ, որբես հայ արաքելական եկեղեցվո զավակներ հասկանաք, թե ինչ է արաքելական եկեղեցվո հավատամքը Սուրբ Հոգիին համար։ Գիտեք որ նիգիական հավատամքը եւ որ մենք գարտասանենք եկեղեցիներու մեջ ուրեմն բادرակի ընթացքին հավատամք իմի Աստվածի հայրն ամենագալ Սուրբ Հոգին համար արգսենք հավատամք եւի Սուրբ Հոգին հանեղն եւի գադարյալն որ խոսեցավ հորենս եւի մարգարես եւ հավետարանս այսինքն գհավատանք Սուրբ Հոգին որ անեղ է չէ ստեղծված անիգա Սուրբ Հոգին գփխի հորմեն անեղ է եւ գադարյալ Աստված է որտեւ ինչպես Աստված գադարյալ է հայր Աստվածը նույնպես Սուրբ Հոգին որտեւ Սուրբ Հոգին գփխի հորմեն որ խոսեցավ օրենքին մեջ մարգարեներուն բերնով 5 դագարանի եւ ավետարաններուն մեջ են հետեւաբար Աստվածաշունչին մեջ ամբողջությամբ Սուրբ Հոգին է որ խոսած է Սուրբ Հոգին եթե անձնավորություն չլար չեր գրնար խոսիլ եւ սիրելիներ մենք կտեսնենք որ Տեր Հիսուս Քրիստոս հատկապես վերջին ընթրիքեն յետք իր խաչելութենեն անմիջապես առաջ արաքյալներուն խոսեցավ Սուրբ Հոգիի կալուստի մասին միայն երկու հատվածներ գուզեմ ընթերցել ցեզի սիրելիներ որբեսի տեսնեք թե Հիսուս ինչ խոսեցավ Հովանու ավետարանի 14-րդ գլխում մեջ Բիդի գարտամ ցեզի 15-րդ համարենը սկսյալ մինչև 17-րդ համարը գսե Տեր Հիսուս եթե գսիրեք զիս բիդի կործատրեք իմ բադվիրաններս եւ ես հորս բիդի աղաչեմ որ ուրիշ մխիթարիչ մտա ցեզի որբեսի հավիդյան ցեզի հետլա ասեցիք հավիդյան ցեզի հետլա անիգա Սուրբ Հոգին է որ ճշմարտությունը գահիտնե Աշխարհը չի գրնար զայն ընդունել, որովհետև ոչ կտեսնե եւ ոչ ալ կջանչնա զայն։ Բայց դու կջանչնաք զայն, որովհետև ծեր մեջ պիտի մնա եւ ծեր հետ պիտի ելա։ 15-րդ գլուխ Հովանու ավետարանի Գգարտամ սիրելներ 4-րդ համարենը սկսյալ մինչև 15-րդ համար Գսե Տեր Հիսուս Ասոնգը սկիզբեն չսի ցեզի որովհետև ցեզի հետ էի բայց հիմա գերտամ զիս ղրգողին մոտ հորս մոտ եւ ցեզ մե ոչ մեկը գահարցնե ինձի թե ուր գերտաս սակայն որովհետև այս բոլորը խոսեցած ցեզի ծեր սիրտերը դրտմությամբ լեցվեցան բայց ես ճշմարտությունը գսեմ ցեզի ցեզի համար լավ է որ ես երթամ որովհետև եթե չերթամ մխիթարիչը Սուրբ Հոգին բիդի չկա ցեզի Իսկ եթե ես երթամ, զայն պիտի ղրգեմ ցեզի։ Երբ անիգակա, ցույց պիտի դա աշխարհի մեղքը, իմ արտարությունս եւ չարին տադաստանը։ Աշխարհի մեղքը, որովհետեւ ինձի չեն հավատար, իմ արտարությունս,
որովհետև ես հորս կով երթամ եւ այլևս պիտի չտեսնեք զիս, եւ չարին թադաստանը, որովհետև սատանան այս աշխարհի իշխանը արդեն իսկ դադարդված է։ Դակավին շատ բաներ ունիմ ըսելիք ցեզի, սակայն այժմ չեք կրնար դանել, բայց երբ կա ինքը Սուրբ Հոգին, որ ճշմարտությունը գահիտնե, անիգա պիտի առաջնորդե ցեզ ամբողջական ճշմարտության, որովհետև անիգա ինքն իր մեն պիտի չխոսի, այլ ինչ որ լսե, զայն պիտի խոսի եւ ցեզի պատմե քարիք բաները։ Անիգա զիս պիտի բարավորե, որովհետև ինչ որ ինձ մե առնե, պիտի հայտնե ցեզի։ Ինչ որ հայրս ունի իմս է, ասոր համար է որսի ցեզի, թե ինչ որ առնե ինձ մե, պիտի հայտնե ցեզի։ Ավասիկ սիրելներ, Սուրբ Հոգիի մասին Տեր Հիսուս Քրիստոս հստակ կերպով իր առաքյալներուն կխոսի։ Ուրեմն հիմա ասեմ ցեզի, որ Սուրբ Հոգին սիրելներ մեր ամենօրյա կյանքի մեջն է։ Սուրբ Հոգին ինքն է, որ գսորվեցնե մեզի։ Սուրբ Հոգին ինքն է, որ գհիշեցնե մեզի։ Սուրբ Հոգին ինքն է, որ գարաչնորթե մեզ։ Սուրբ Հոգին ինքն է, որ գհանդիմանե մեզի։ Սուրբ Հոգին ինքն է, որ գզորացնե մեզի։ Սուրբ Հոգին ինքն է, որ գմխիթարե։ Ինչ կսենք նույնիսկ երբ որ սիրելներ մեկը ննչած է, իրեն հարազատներուն գսենք, թող Սուրբ Հոգի անսպար մխիթարությունը ցեզ մխիթարե։ Հետևաբար Սուրբ Հոգին մեր ամենօրյա կյանքի մեջն է։ Եվ հիշեցեք Պողոս առաքյալի խոսքը, մեր մարմինները ինչի դաջար են։ Սուրբ Հոգիի դաջար։ Շատ բարի։ Քանի մը ուրեմն Սուրբ Հոգիի սիրելներ երեսներու մասին, կորձնեության մասին խոսիմ մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգին ինքն է, որ մեզ որպես Աստուծո որդիներ գծնի։ Այո, երկրավոր կյանքի մեջ ֆիզիկապես մենք մեր ծնողներեն գծնենք, բայց հոգևոր իմաստով Սուրբ Հոգին է, որ մեզ գծնի մգրդության Սուրբ ավազանեն։ Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասավ Փարիսեցի Նիկոդեմոսին, որ քիշերով իր մոտ եկած էր։ Կարդացեք Հովաննու Ավետարանի 3-րդ գլուխը։ Այնտեղ Հիսուս ասավ 5-րդ համարի մեջ. Եթե մեկը ճուրեն, այսի մգրդությամբ, եւ Սուրբ Հոգին չի ծնի, չի գրնար Աստուծո արքայությունը մտնել։ Ահա անոր համար սիրելներ, եւ որ մենք գմգրդվինք, մգրդութենն առաջին խորհուրդն է, ապա մգրդութենն անմիջապես երկրորդ խորհուրդը գկադարվի, գբարկեվի մեզի, գշնորվի մեզի։ Ինչն է։ Թրոշում, գնիքը։ Անոր համար նաեւ մգրդությունը գոչվի գնունք, գգնքվինք, ինչով Սուրբ Միրոնով։ Սուրբ Միրոնը ինչի խորհրդանիշ է։ Սուրբ Հոգին։ Երկրորդ, Սուրբ Հոգին մխիթարող գոչե դերը, մխիթարիչ, Պարակլիտոս, հունարենով Պարակլիտոս գնշանագե սիրելներ օգնական։ Սուրբ Հոգին գմխիթարե մեզ, այսինքն գոքնե մեզի մեր հավատքի քրիստոնեական կյանքի հարաճացման մեջ, որովհետև սիրելներ մենք օգնության կարիք ունենք մեր ամբողջ կյանքի ընթացքին։ Հետևաբար Սուրբ Հոգին ինքն է, որ գոքնե մեզ, Սուրբ Հոգին ինքն է, որ խաղաղություն կտա մեզի, Սուրբ Հոգին ինքն է, որ սիրելներ մեր դարաբաց սրդերը, սկավոր սիրտերը գմխիթարե եւ մեր միտքերը գբայծարացնե ու մեզ գարաչնորթե։ Հետևաբար Սուրբ Հոգին մխիթարող է։ Ինչը սա Հիսուս գարտացի ցեզի, գսե երբ կա մխիթարիչը, որ ես հորմեն ցեզի պիտի գրգեմ, ճշմարտության Հոգին, որ հորմեն գել է։ 16-րդ գլուխ։ Ուրեմն մխիթարողն է Սուրբ Հոգին սիրելներ։ Օգնականն է մեր կյանքի մեջ։ Մեր ամբողջ քրիստոնեական կյանքի մեջ մեր օգնականն է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մեզ հետ է, հավիդյան, դերասավ։ Մենք բարձրապես այս աչքով չենք տեսնել, ինչպես որ արևուն ջարակայթը սիրելներ կտեսնենք, բայց երբ որ արևուն ջարակայթը մեր մարմնի մեջ կտապանցե, անոր դակությունը, չերմությունը կսկանք, բայց չենք տեսնել այդ չերմությունը, ահա ջարակայթը Հիսուս Քրիստոսն է, արևը, որ մարդ չէ տեսած, անիկա Աստվածն է, Հայր Աստվածն է, իսկ չերմությունը, որ կսկանք մեր մարմնի մեջ, անիկա Սուրբ Հոգին է, որ գչերմացնե մեր հոգին, գարաչնորթե մեր հոգին։ Սուրբ Հոգին նաև սիրելիներ երրորդ
որպես կորձնեություն թաստիարագող է։ Այո, Հիսուս Քրիստոսը սա Հովանու Ավետարանի գարտացից էզի 14-րդ գլխու 26-րդ համարի մեջ Մխիթարիչը Սուրբ Հոգին զոր իմ հայրը իմ անունովս պիտի ղրգե անիգա ցեզի պիտի սորվեցնե եւ հիշեցնե այն ամենը ինչ որ ցեզի խոսեցա։ Ահա սիրելներ Սուրբ Հոգին թաստիարագիչ թերը մեր ցանկին մեջ երբեմն չբադած ցեզի որ մեգումը խոսք մը գսեք եւ դուք կզարմանաք որ այդ խոսքերը ինչպես ծեր մեջ են ելան Գամ մեկը ցեզի իր ցավերը, իր դրտմությունները, իր նեղությունները կբատմե եւ դուք չեք գիտեր ինչ պիտի խոսիկ, հանգարց ծեր բերնի մեջ այնպիսի մխիթարիչ խոսք մը գլա, որ թիմացինը կմխիթարվի, կկաչալերվի, կզորանա։ Որու խոսքերն են անոնք։ Ոչ թե ծեր, ոչ թե մեր, այլ Սուրբ Հոգին։ Ես ասեմ սիրելներ ամեն օր, որ հոգևոր նախաճաշ կպատրաստեմ, ամեն օր Սուրբ Հոգին կխնդրեմ, որ ես իր փերանը լամ։ Ինք խոսի իմ մեջ ես ցեզի ամեն անգամ որ Սուրբ Քրոց սերտողություն կպատրաստեմ անպայման կխնդրեմ Սուրբ Հոգին որ ներշնչե զիս որ օգնե ինձի թաստիարագե զիս որբեսի կարողանամ ճշմարտությունը փոխանցել որովհետև ինք ճշմարտության հոգին է եւ սիրելիներ երբեմն եւ որ մեր թիմած աղանտավորներ գելեն եւ մենք Սուրբ Քիրքեն հանգարց խոսքեր կմեջ բերենք ով գիշեցնե մեզի այդ բոլորը Սուրբ Հոգին որովհետև Սուրբ Հոգին թաստիարագող է Չմոռնաք որ երբ Հիսուս առաքյալներուն շատ բաներ խոսեցավ առաքյալները սկիզբը չհասկացան որովհետև դեր Սուրբ Հոգին չունեին իրենց մեջ Եվ Հիսուս իր հարութենեն վերջ միայն 40 օր մնաց երկրի վրա հետևաբար ամեն ինչ չհիշեցուց անոնց այլ Սուրբ Հոգին ինքն էր որ երբ եկավ հիշեցուց առաքյալներուն ինչ որ դերը իրենց խոսած էր եւ անոնք սկսան հասկանալ ահա սիրելներ այս իմաստով Սուրբ Հոգին վերաթաստիարագող է այնինչ որ Քրիստոսի վարտաբեդությունն է անիգա մեզ գվերաթաստիարագե Սուրբ Հոգին գվերհիշեցնե թաստիարագն է մեր ամենօրյա կյանքին Ինքն է սիրելներ որ մեր խղճի մեջ են գխոսի ինքն է որ մեզ գսորվեցնե գզորացնե գիհիշեցնե Չորրորդ Սուրբ Հոգին առաջնորդող է սիրելներ շատ հետաքրքրական է երբ Դեր Հիսուս Քրիստոս սիրելներ երկինք պիտի համբարնար իր աշակերտներուն բադվեր տվավ ինչ Ըսա որ Երուսաղեմեն դուրս մի ելեք Սպասեցեք Երուսաղեմի մեջ մինչև որ ցեզի ուղարկեմ Սուրբ Հոգին Տեսեք Գործ Կարակելոց գրքի առաջին գլխու 8-րդ համարի մեջ Հիսուս կսե Երբ Սուրբ Հոգին ծեր վրա իջնե զորությամբ պիտի լեցվիք եւ իմ վգաներս պիտի լակ Երուսաղեմի ամբողջ Հրեաստանի եւ Սամարիայի մեջ եւ մինչև աշխարհի ծայրամասերը Ուրեմն Սուրբ Հոգին սիրելներ առաքելության մղող հոգի է զորացնող հոգի է առաջնորդող հոգի է առաքյալները վախկոտներ էին հիշեցեք երբ Հիսուս սերբակալվեցավ Գեթսեմանի բարձի մեջ լքեցին զինք ու փախան եւ այդ նույն վախկոտ աշակերտները սիրելներ երբ որ հոգեկալուստի օրը Սուրբ Հոգին ստացան այլևս ոչ թե վախցան այլ կեպի մահը կացին Դանչվեցան, չարչարվեցան, ամեն տեսակ նեղություն գրեցին եւ մահը հանցնարին, բայց երբեք չլքեցին Հիսուսը։ Երբեք չհրաժարեցան Քրիստոսի մասին վկայել, ինչու որովհետեւ Սուրբ Հոգին անոնց առաջնորդ եղավ եւ անոնք կացին ամբողջ աշխարհի մեջ Հիսուսի Սուրբ խոսքին համաձայն վկայեցին Քրիստոսի մասին։ Խոսեցան Աստուծո թագավորության մասին, դարաձեցին Աստուծո թագավորությունը։ Խոսեցան փրկության ավետարանին մասին։ Եվ անոնց ով առաջնորդեց Սուրբ Հոգին սիրելներ։ Ամբողջ Գործ Կարակելոցը բացեք եւ գարտացեք, պիտի տեսնեք որ առաքյալները ուր որ կացին,
որ առաքյալն որ ուր որ կնաց Սուրբ Հոգին առաջնորդությամբ է որ կնաց եւ հատկապես կորց կարակելոց կրկի մեջ այս հոգեկալստյան դոնին Բենդեգոստեի դոնին ժամանակ ընթերցեցեք Պետրոս առաքյալի քարոզը երբ Սուրբ Հոգին ստացավ ինք ելավ առաքյալներուն բերնով քարոզ խոսեցավ բոլորին եւ հոգեկալստյան դոնը սիրելներ քրիստոնեական եկեղեցվո ծնունդն է որովհետեւ այդ օր առաջին հունցքը ընձայվեցավ Աստծո այդ օր հոգեկալուսի օրը 3000 մարդիկ հավատացյալ դարձան մգրդվեցան Սուրբ Հոգի ստացան հետևաբար Սուրբ Հոգին ինքը ապրող եւ կորձող իրականություն է հետևաբար առաջնորդող է մեզ թեպի Քրիստոս 5-րդ Սուրբ Հոգին սիրելներ շնորհապաշտ հոգի է շնորհքներ փաշխող հոգի է առանց Սուրբ Հոգին մենք չենք կրնար շնորհքներ ստանալ ան որ Քրիստոսի չի կար Սուրբ Հոգի շնորհքներ չի կրնար ստանալ եւ որ գարտակ Սուրբ Գիրքը զանազան ծևերով Սուրբ Հոգին հայտնված է օրինակ սիրելիներ Հովանես Մգրդիչ ներողություն իրեն եկող մարդոց ինչ կսեր ես ցես ճուրով կմգրդեմ սակայն ան որ ինձ մե յետք պիտի կա ցես պիտի մգրդե ինչով Սուրբ Հոգիով նայեցեք Մատթեոս 3-րդ գլուխ 11-րդ համար ես ցես ճուրով կմգրդեմ ապաշխարության համար անցես պիտի մգրդե Սուրբ Հոգիով եւ գրագով խոսքը անշուշտ նյութական գրագին մասին չէ այլ խոսքը սիրելներ հոգեկալուստի ժամանակ երբ որ առաքյալներուն վրա գրագել լեզուներու գերբարանքով իջավ Սուրբ Հոգին հետևաբար Սուրբ Հոգին զանազան ծևերով գրնա մարդոց կյանքի մեջ հայտնվել Սուրբ Հոգին նաև համեմատված է ճուրին հետ Հովանու Ավետարանի 7-րդ գլխու 38 եւ 39 համարներու մեջ տեսեք սիրելներ Դեր Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգին մասին խոսելով հետևյալը գսե գարտամ Հովանես 7-րդ գլուխ 38 եւ 39 համարները Դոնին վերջին օրը եւ հանդիսավոր օրը երբ Հիսուս ոտքի կանգնած բարձրացան գսեր ով որ ծարավ է թող ինձի կա եւ խմե ով որ ինձի գավադա ինչպես Սուրբ Գիրքը գսե անոր սիրդեն գենսադու ճուրի կեդեր պիտի փխին եւ 39-րդ համարի մեջ Հովանես առաքյալ կբացատրե Հիսուս ասիկա գսեր հոգին համար որ իրեն հավատացողները պիտի ընդունեին իսկ հոգին դակավին չեր դրված քանի Հիսուս փառավորված չէր երբ Սուրբ Հոգի միլիչներ եւ որ Հիսուս փառավորվեր եւ որ Հիսուս երկին կամբարնար ահա սիրելներ ճուրի բատկերով կներկայացվի նաեւ Սուրբ Հոգին Սուրբ Հոգին Հիսուս նաեւ ներկայացուց հովի բատկերով շունչի բատկերով Նիկոդեմոսին ինչը սավ դերը Հովանու Ավետարանի 3-րդ գլխու 8-րդ համարի մեջ ըսա որ հովը ուր որ գուզե կփչե տուն անոր ցայնը գլսես բայց չես գիտեր թե ուր գեկուկա եւ ուր գերտա նույնպես կսկան բոլոր անոնք որոնք հոգի են գծնին Հետևաբար Սուրբ Հոգիի ներկործության գերբն է որ Քրիստոս կչանա բացադրել Նիկոդեմոսին եւ գսե որ ինչպես որ հովը ուզածներ կփչե այդպես ալ Սուրբ Հոգին գսկացվի մարդու կյանքին մեջ իր բդուղներով Ուրգե գիտենք որ մեկը Սուրբ Հոգի ունի Ես Սուրբ Հոգին ինչ սիրելներ շնորհքներ կփաշխե Ուրեմն կարելի է երկուքի փաշնել այս խումբը Առաջինը գրավորական բարգևներ բդուղներ Սուրբ Հոգի բարգևներ երկրորդը ներկործական բարգևներ Ինչ ասել գուզեմ Առաջինը սիրելներ Քաղաքացիներու նամակի 5-րդ գլխու 22 եւ 23 համարներու մեջ Սուրբ Հոգին 9 բդուղներու մասին կխոսվի Եթե այս 9 բդուղներեն ունիք ծեր կյանքի մեջ ուրեմն Սուրբ Հոգի ունիք ծեր մեջ Ինչ են այդ 9 բդուղները Ինչ են անոնք այդ բարգևները Սուրբ Հոգին բդուղը այս է գսե Պողոս առաքյալ Քաղաքացիս 5-րդ գլուխ 22-23 համարներու մեջ Սեր ունիք սեր
Ճշմարիտ սեր, ուրեմն Սուրբ Հոգի ունի։ Խնդություն ունի ուրախություն, ուրեմն Սուրբ Հոգի ունի։ Խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, փառություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն։ Եթե ասոնք ունիք ձեր կյանքի մեջ, ուրեմն Սուրբ Հոգին ունիք։ Հիմա ասոնք գրավորականն են, որ մարդիկ կրնան ձեր մեջ տեսնեն։ Ներգործող նաև բարգևներ գուտա Սուրբ Հոգին։ Եվ այս մասին սիրելներ Թարցիալ Պողոս Արաքյալ գխոսի առաջին Կորինթացիներու նամակի 13-րդ գլխու մեջ։ Ես պիտի գարտամ ցեզի 7-11 համարները։ Գսե ուրեմն արաքելական շնորհքները ներգործական արդյունքները հետևյալներն են։ Սուրբ Հոգին յուրաքանչյուրի մեջ ցևով մը գահիտնվի։ Սիրելներ, կարևոր չէ որ մեկը ասե որ դու ուրեմն եթե այս շնորհքը չունես, ուրեմն Սուրբ Հոգի չունես։ Ինչպես որ այսօր օրինակ 50-ական աղանթը գսեմ որ եթե դու լեզուներ խոսելու շնորհ չունես, ուրեմն դու Սուրբ Հոգի չունես։ Այդպիսի բան չկա։ Սուրբ Հոգին մարդոց դարբեր շնորհքներ կփաշխե։ Եվ Պողոս Արաքյալ հիմա ադոր մասին գսե Սուրբ Հոգին յուրաքանչյուրի մեջ ցևով մը գահիտնվի, բոլորին օգուտին համար։ Ոչ թե անձնական օգուտի համար, այլ բոլորի համայնքի օգուտին համար։ Հոգվույն միջոցով մեկուն իմաստությամբ խրադելու կարողություն կդրվի։ Եթե մեկը ուրիշը խրադելու կարողություն ունի, Սուրբ Հոգին է։ Մյուսին գիտությամբ ուսուցանելու շնորհք, ըստ նույն Հոգին։ Ուրիշի մը Հոգին հավատ կուտա, մյուսին բժշկելու զորություն կշնորհե, ուրիշի մը հրաշագործության կարողություն, մյուսին մարգարեանալու շնորհք, Սուրբ Գիրքը բացատրելու շնորհք, ուրիշի մը հոգիները զանազանելու բարգև, որ մեկը գիտնա որ ասիկա սատանայի հոգի են խոսի թե ոչ Աստուծո հոգի են։ Մյուսին անձանոթ լեզուներով խոսելու կարողություն, ուրիշի մը այդ լեզուներով խոսվածը թարգմանելու շնորհք։ Միևնույն հոգին է որ այս բոլորը կներգործե եւ յուրաքանչյուրին կփաշխե ինչպես որ գամենա։ Ահավասիկ սիրելներ, Սուրբ Հոգին հայտության գերբերը եւ ներգործությունները մեր կյանքին մեջ։ Այս Սուրբ Հոգին անդեսանելի է, բայց Սուրբ Հոգին սիրելներ իմանալի է։ Քրիստոսով իմանալի դարձավ, անիմանալին իմանալի դարձավ։ Եվ անիգա զորություն է մեր ամենօրյա կյանքի մեջ քրիստոնեական եկեղեցին սիրելներ ամբողջությամբ Սուրբ Հոգի կորձունեթերն գախյալ է։ Սուրբ Հոգին ինքը եթե սիրելներ չկործե, քրիստոնեական եկեղեցին կմեռնի։ Հոգին է ինչպես որ մարդու մեջ են եւ որ հոգին դուրս ելե մարմինը կմեռնի, այդպես էլ այն եկեղեցին որ Սուրբ Հոգի չունի, այդ եկեղեցին կմեռնի, մեռած եկեղեցի է։ Նույնպես հավատացյալը։ Անորամար Սուրբ Հոգին բեք չէ դրտմեցնել, Սուրբ Հոգին գրակը բեք չէ մարել մեր մեջ։ Բեք չէ վշտացնել Սուրբ Հոգին։ Եթե Սուրբ Հոգին մեր մեջ չկործե, մենք բարձրապես աբրող մերելներ կդառնանք։ Ահա սիրելի քույրեր եղբայրներ, թե որքան կարևոր է Սուրբ Հոգին մեր ամենօրյա կյանքի մեջ։ Ամեն օր մեր կյանքի մեջ է Սուրբ Հոգին։ Անորամար Հիսուս ասավ. ամեն մեղք պիտի ներվի ցեզի։ Բացի մեկ մեղք է, ինչ։ Եթե Սուրբ Հոգին թեմ հայոյություն ունեք։ Այսինքն ինչ որ աստվածային զորությամբ կդարվի, Սուրբ Հոգիով կդարվի եւ մարդիկ անիկա գվերակրեն սատանային եւ մինչեւ վերջ կհամարին կամ անհավատ մնալ եւ Սուրբ Հոգին թագոցները չեն լսել իրենց սրդին ու չեն բանար իրենց հոգին Սուրբ Հոգին դիմաց Սուրբ Հոգին չեն ընդունիր, անոնք դժբախտաբար հավիդենաբես պիտի գործվին։ Հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ, հերու գեցեք աղանթավորներեն, լավ սորվեցեք մեր եկեղեցվո առաքելական հավատքը, լավ սորվեցեք Աստվածաշունչը, ընթերցեցեք ամեն օր, կարդացեք ամեն օր, որովհետև Աստվածաշունչը մեր հավատքի աղբյուրն է, որ Սուրբ Հոգիով մեզի ներշնչված կրած են առաքյալները եւ մեզի տված են։ Եվ ապրեցեք Սուրբ Հոգին զորությամբ, մխիթարվեցեք Սուրբ Հոգիով, առաջնորդվեցեք Սուրբ Հոգիով, զորացեք Սուրբ Հոգիով եւ միշտ հիշեցեք, որ դուք Սուրբ Հոգին դաջարն եք։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։